Ավետարան թարգմանվում է նաև որպես բարի լուր։ 4 ավետարաններ ըստ Մատթեոսի, ըստ Մարկոսի, ըստ Ղուկասու եւ ըստ Հովանու։ Ինչպես պետք է ծեսեր կատարեն, այսինքն ծիսական, նաև քարոզչական գործունեության համար գրվեցին ավետարանները։ Ամենահին ավետարանը վերագրվում է Մարկոս ավետարանիչին, ամենահինը։ Եվ ավետարան խոսքը միայն Մարկոսի մոտ է հրճեշտում առաջի անգամ։ Մարկոսի մոր տունը, որը վերնատունն էր, դասավ առաջի, ուրեմն աշխարհամատուռը։ Նմանապես հայրերը ասում են, որ 4 ավետարանիչները այդ ոռոգում են մեր հոգիները, այդ կենթանի ջրերը, որ կարդում ենք, մեր մեջ կենթանություն է առաջանում։ Առաջի դարերում ասում են, առաջ 3 ավետարանները մարմնավոր ավետարաններ են, իսկ Հովհաննեսն ոգեղեն ավետարան է։ Մերը ավելի շատ Հովհաննեսի մեր եկեղեցին ավելի շատ ոգեղեն եկեղեցի է մեր եկեղեցին։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Ինչպե՞ս եք Տեր Հայր ջան։ Աստծո փառք։ Դուք ինչպե՞ս եք, լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Տեր Հայր, այսօր խոսելու ենք նրանց մասին, ովքեր գրեցին մեզ համար ամենակարևոր տողերը, ավետեցին մեզ լույսի մասին։ Եվ հենց այդ պատճառով էլ կոչվում է ավետարան։ Իհարկե ավետարան թարգմանվում է նաև որպես բարի լուր։ Ինչ ավետվեց։ Ավետվեց բարի լուրը։ Կարևորագույն 4 գրքերն են նոր կտակարանի առաջի 4 գրքերն են, որոնք ամբողջությամբ կոչվում են ավետարան, եւ մասնավորապես 4 ավետարաններ ըստ Մատթեոսի, ըստ Մարկոսի, ըստ Ղուկասու եւ ըստ Հովանու։ Էվանգելիա բառն է, որը հունարենից թարգմանվել է, եւ բարի լուրը նշանակում, որ ինչ է դա, որ բարի լուրն է, ինչի մասն է խոսքը, որ Քրիստոսի միջոցով Տիրոջ նախախնամությունը, Աստծո մեծ բարի կամքը, խոստումը, որ տվել էր Քրիստոսի միջոցով կատարվեց մարդու համար։ Մարդ արարածին տրվեց շնորհ դառնալ երկնքի արքայության ժառանգ։ Սա մասն է խոսքը, ամբողջ փրկության մասն է խոսքը։ Եվ եթե նայենք այդ նախապայմանները, ինչու գրվեցին ավետարանները, ինչու գրվեցին, որովհետև Քրիստոս խոսում էր հետները, չէ, առաքյալներին, ժողովրդին բացատրում էր, ուսուցանում էր, պատվիրում էր, բայց եկավ մի պահ, երբ որ առաքյալները արդեն նահատակվեցին, չկային, նաև մյուս առաքյալները, 70-ից առաքյալները արդեն չկան, Աստվածածին արդեն վերափոխվել էր երկինք եւ խառնվեցին այդ ճշմարտության հետ նաև ուրիշ ուսմունքներ։ Պատմություններ են պատմում, գնոստիկ պատմություններ, այսինքն հեթանոսական լրիվ խառնում էին եւ առաջացավ այդպիսի մի մեծ կարեւորություն, որ գրի պետք է առնվի բանավոր խոսքը, որ բերնեբերան խոսացվել է, հա։ Եվ առաջի դարի երկրորդ կեսին արդեն գրի արվեց, որպեսզի ճշմարտությունը ճշտվի, կեղծ ավետարաններից ազատվի։ Այսինքն ճշմարտություն, այո, լույսի մասին, ճշմարտություն մեր փրկության մասին եւ Հիսուս Քրիստոսի այն կյանքը, որ ինքը ուներ, ճշմարտապես հասնի մեզ մինչեւ դասիրակություն, մինչեւ Տիրոջ երկրորդ գալուստը։ Եվ նաեւ ավետարանը անհրաժեշտ է նաեւ առաջի դարում ինչպես պետք է մյուսները քարոզեն, ինչպես պետք է ծեսեր կատարեն, այսինքն ծիսական, նաև քարոզչական գործունեության համար գրվեցին ավետարանները։ Տեր Հայր, իսկ ինչ գիտենք մենք ավետարանիչների մասին, նրանց կյանքի մասին մինչև լույսին հետևելը։ Գիտենք, որ Մատթեոսը դա մաքսավոր էր, հարկահավաք էր եւ ամենաատելի, ասում են ամենաատելի, ասում են մասնագիտություն է եղել հին աշխարհում, առավելապես հрьяաների համար։ Որտեղ նրանք ինչ են անում, մաքսը հարկը հավաքում են եւ տալիս են ոչ թե իրենց երկրի զարգացման համար, այլ տալիս են իրենց ստրկացնող երկրին, հռոմեական կայսրությանն են տալիս, կրկնակի ատելի են նրանք։ Եվ հետաքրքիր է, որ ասում է, երբ որ Տերը անցնում է եւ Ղևին, որը Մատթեոսն էր, ասում է հետևիր ինձ եւ նա վեր կացավ ու հետևեց Քրիստոսին եւ ստացավ Մատթեոս անունը, որը կոչվում է թարգմանվում որպես Աստծո ընծա է։ Մենք գիտենք, որ Մատթեոսը 12 առաքյալներից էր։ Այո։ Մարկոսը իմիջիալուս ամենահին ավետարանը վերագրվում է Մարկոս ավետարանիչին, ամենահինը։ Եվ ավետարան խոսքը միայն Մարկոսի մոտ է հրճեշտում առաջի անգամ։ Մյուսները ասում են Աստծո արքայության վկայություն, Աստծո արքայության պատմություն, ավետարան բառը հնչում է ուրեմն Մարկոսի մոտ, որ ասում է, որպեսզի ամբողջ մարդկությանը հայտնի դառնա Աստծո ավետարանը։
Եվ Մարկոսը Պետրոսի ուրեմն օգնական էր, 72-ից էր, նրա աշակերտն էր, նրա թարգմանիչն էր, ուներ Հովանես անունը, հետո դարձավ Մարկոս, եւ հետաքրքիր որ նրա մորտունը, Մարկոսի մորտունը, որը վերնատունն էր, դարձավ առաջի ուրեմն աշխարհամատուռը, այսինքն առաջի եկեղեցու, որտեղ հավաքվում էին եւ որտեղ բեկեց հացը, գինին բարձրացեց Տերը, այդ Մարկոս ավետարանչի մորտունն էր, որ վերջի ուրեմն ընթրիքը տվեց Տերը։ Ուրեմն կարճ ամենակարճ ավետարանը Մարկոսի եւ ասում են որ մյուս ավետարանները եւ Մատթեոսը եւ Ղուկասը ինչ որ բանով օգտվել են որպես Մարկոսից օգտվել են մյուսը Ղուկասու ավետարանն է Ղուկասն ավետարանիչը որը բժիշկ էր եւ որը Պողոս Առաքյալի եւ աշակերտն էր եւ թարգմանիչն էր այս երեքի առաջի երեքի եւ ոճական եւ տրամաբանական եւ այդ ընթացակարգը որ ենք շարադրել են ամբողջ ավետարանները եւ իրար լրացնում են, իրար նման չեն կարծես, բայց կա ընդհանրություն եւ կոչվում է համատես ավետարանիչներ, հա? Երեքը կոչվում են համատես ավետարանիչներ։ Միայն Հովանես Առաքյալն է, որ բացարձակապես տարբերվում է նրանցից եւ հետաքրքիր որ ամեն մեկին այո հետագայում տրվել է խորհրդանիշներ։ Համատես Տեր հայր։ Համատես ինչ է նշանակում։ Համատես այսինքն նման են իրար։ Հետաքրքիր է որ հայրերը ամեն մի ավետարանչի տվել են Եզեկիել մարգարության ուրեմն այդ կերպարնակերպների եւ ըստ հայտնության գրքի Մատթեոսին վերագրվել է ուրեմն մարդ հրեշտակի կերպարը, որը Եզեկիելի մարգարության մեջ է հայտնության մեջ հնչվում է, որտեղ նա ուրեմն սկսում է Քրիստոսի մարդագությունից, մարդաբանությունից, նա է որդին Դավթի, Աբրահամու, այսինքն ամբողջ ծննդաբանությունը տալիս է։ Իր ավետարանը սկսվում։ Այո, Մատթեոսով, այսինքն մարդեղացման ամբողջ պատմությունը եւ հետ գնում ենք, հասնում ենք Աստծուն։ Ուրեմն Մատթեոսը մարդն է, մարդու կերպարանքով։ Եթե մենք մեր եկեղեցիներն նայենք որոշ եկեղեցիներում, ուրեմն անցումը որ կատարվում է դեպի թմբուկ, անցման այդ վրա 4-ը անցում ունենք մենք։ Այդ անցումների վրա ուրեմն մեկի վրա ուրեմն պատկերված է մարդ հրեշտակի նման, մյուսը Մարկոսն է, որ առուծի պես քաջաբար միանգամից հայտարարում է, որ Քրիստոս Աստծո որդին է։ Առուծի կերպարանք են տալիս նրան, հա, ըստ մարգարեական տեսիքի։ Ղուկասը իր ավետարանը սկսում է ուրեմն Զաքարիայի զոհաբերության պատասխանությունից եւ զվարակը Եզն է պատկերված, որը հետագայում խորհրդանշում նաեւ Տիրոջ զոհաբերությունը, Տիրոջ խաչի մահը։ Եվ Հովանեսը, որ ինչպես է սկսում Հովան ավետարանը, ի սկզբանե բան եւ բան էր Աստված եւ Աստված էր առ Աստված եւ Աստված էր բանը, այսինքն շատ վերելներից է գալիս եւ արծվի նման է Հովան ավետարանը, հա, Հովանեսին այսինքն մարդ ուրեմն առուց, ուրեմն ես կամ զվարակ եւ արծիվ, այս 4 կենտրոնակերպերը, որոնք արդեն երկար դարեր առաջ արդեն Եզեկիելին տեսիքով ցույց է տրվել եւ Հովանու հայտնության ժամանակ նաեւ սպասավորության ժամանակ ամեն մեկը ունեն 4-ը դեմք եւ այդ շատ միստիկ այդ ամբողջ կերպարը եւ հետաքրքիր որ նաեւ այդ մեկնություններից բացի ասում են դրախտում 4 գետեր կան, չէ, որ սկզբում են ոռոգում են դրախտը, ոռոգում են ծնդոց գիրքը։ Նմանապես հայրերը ասում են, որ 4 ավետարանիչները այ ոռոգում են մեր հոգիները, այդ կենթանի ջրերը, որ կարդում ենք, մեր մեջ կենթանություն է առաջանում։ Այդ 4 ավետարանիչները 4 գետերի հետ է համեմատվում, որոնք դրախտի նկարագիր են բերում նաև մեր մեջ, ոռոգում են մեր հոգին, մաքրում են մեր հոգին, որովհետև դա ճշմարիտ կերակուր է, որ մենք ուտում ենք, կարդում ենք ավետարանը, լուսավորվում ենք, մեր խավարը նահանջում է։ Այսինքն ոչինչ պատահական չէ, թիվն էլ պատահական չէ 4։ Չէ, թիվը իհարկե արդեն հիմնավորված բան։ Եվ ասեմ, որ այդ խորհրդաբանության մեջ շատ հետաքրքիր է, որ նաև եթե նայենք մեր մատենադարանի մեր բազմաթիվ չէ, հրաշալի ուրեմն ավետարաններ կան։ Այսինքն հիմնական մանրանկարչական հարստությունը, որ մենք ունենք մատենադարանում, հիմնական մասը ավետարաններ են։ Ամենահին ավետարանը այսօր մենք գիտենք Մելքեհեդ Հակու ավետարանը, Էշմիածնի ավետարանը, Տրապիզոնի ավետարանը, այսինքն ավետարաններ, որոնց զարդարումը ամենահրաշալի մեր մանրանկարչիչներն են արել եւ Կիլիկայի դպրոցը եւ Էշմիածնի, այսինքն մեծ ծագույն սեր ենք ունեցել մեր
ազգը մեծագույն սեր ունեցել դեպի բոլորն են ունեցել, բոլոր քրիստոնեական ժողովուրդը, բայց մեծ ժառանգական ժառանգություն է տրված, որպես մշակույթ այսօր մենք ունենք եւ ամեն մի ավետարանը իր այդ խորաններով զուգահեռներ են տանում, ասենք, այս պատկերը, ահա տես, այդ պատկերը տես Մատթեոսի մոտ, այս համարից այս համարը, այս համարից այս համարը կասես մյուս ավետարանչի մոտ, այսինքն խորաններով զուգահեռաբար զարգացրել են մարդուն, կերտել են, մարդ են կերտել ավետարանների միջոցով։ Տեր, ոչ բոլոր ավետարանիչներն էին, որ տեսան Քրիստոսին, ուղեկցեցին նրան, այդ մասին էլ խոսենք։ Մատթեոսը եւ Հովհաննեսը, որը ամենասիրելի աշակերտն էր, ամենակրտսերն էր Հովհաննեսը, այս երկուսը 12 առաքյալների կարգի մեջ են եւ նրանք ամեն օր, ամեն տեղ հիմնականում եղել են Քրիստոսի հետ, ուսուցչի հետ, որոշ դրվագներում եւ հատկապես Հովհաննեսը, չէ՞, Տեր հայր։ Հատկապես Հովհաննեսը, որ նաեւ Թաբոր լեռան վրա եղավ, Այո։ որին հանձնվեց իր մայրը, որ խաչի վրայից Հովհաննեսին հանձնեց իր մորը, ասեց, ահա քո զավակը եւ ահա քո մայրը։ Եվ դրանից հետո Հովհաննեսը Աստված ասեն վերցրեց իր խնամքի տակ Եփեսոսում, հա։ Մատթեոսը երկուսով եղել են 12-ի մեջ։ Իսկ մյուսները եղել են 72-ի մեջ։ Մարկոսը եւ Ղուկասը։ Դե եթե վերցնենք ամենամեծ ավետարանիչներից մեկը, առաքյալներից մեկը, դա Պողոս առաքյալն է, որ մեծ 13-րդ առաքյալը չերճակը չի տեսել Տիրոջը։ Միայն Դամասկոսի ճանապարհին լույսերի մեջ տեսավ, խոսած է ով ես, չէ՞։ Ես եմ Քրիստոսը, ինչու ես ինձ հալածում Պողոս։ Չեն տեսել, բայց մեծագույն վկայություն են տվել, դաստիարակել են, իրենք են փրկության լույսը տեսել։ Եվ այդ վախկոտները, որ հիմնական առաքյալները եւ մյուսները, որոնք Տիրոջ խաչելության այդ հալածանքների այն ժամանակ որ եկան որ բռնելու մատնություն եւ փախան չէ, նրանք փախան։ Անկամ Պետրոսը 3 անգամ ուրացավ։ Հետագայում Տիրոջ հարությունից հետո երբ որ արդեն Տերը երևաց դասիրակեց իրենց բացատրեց մինչև այդ խոսում էր առակներով, չէ, բայց հիմա բացահայտ լրիվ խոսեց փրկության մասին եւ նրանք հանձն առան նահատակության։ Բոլորը նահատակվեցին բացի Հովհաննես առաքյալից, որ պատմուց կասում իր երկար տարիների հետ ապրելով, հայտնություն գրելով իր մահացել միայն Հովհաննես առաքյալն էր։ Տերերը դեպքում հետաքրքիր է ինչպես գրեցին առաքյալները Մարկոսը եւ Ղուկասը, այսինքն վկայությունների հիման վրա։ Ես ասացի, որ ուրեմն Մարկոսը Պետրոսի օգնականն էր։ Եվ Պետրոսը ինչ ասում էր, ինքը սովորական ձգնոց էր։ Ով գիտի կարող գրագիրը չէր։ Ինքը ինչ խոսում էր, ուրեմն Մարկոսը գրեր առնում։ Հասկանում ես։ Նույնն էլ Պողոսի աշակերտն էր։ Եվ Պողոսը երբեմն որ խոսում էր իր մտքերը միանգամից ինքը գրեր առնում Ղուկաս ավետարանիչը։ Եվ հետաքրքիր է որ մասնագիտությունները, ասենք Ղուկասը բժիշկ էր։ Այդ բժշկության հրաշքները շատ ինքը վկայում է, ուրեմն իր ավետարանում։ Այսինքն իր մասնագիտական ինչ որ ձևով հիշելու, գրելու այդ բանը ինչ որ բանով ազդեցություն ունեցել է, որովհետեւ մյուսը չի հիշել այդ պատմությունը, ասենք Մատթեոսը հարկ տալու մասին է, երբ որ դրամը ցույց են տալի տանք, թե չտանք, կայսրին չէ, այսինքն հարկ հավաքության նաև այդ իր մասնագիտական բանով ինքը հիշել է, որ սա դեպք եղել է, ինքը իր մոտ ֆիքսել է։ Այդ ամբողջը մեկը մյուսին լրացնելով կոչվում է այդ 4-ը մեկ ավետարան են, տանում են դեպի փրկության, Տիրոջ փրկության ավետարանն է, որի մեջ նկարագրված է եւ Տիրոջ ուրեմն ծնունդը եւ այն բարի ավետիսը, որ հրեշտակները տվեցին, թե մենք տալիս ենք ձեզ մի բարի ավետիս, որ ծնվեց ձեր փրկիչը, որը օծյալ Տերն է։ Նրա ընթացքը, նրա հետագայում այդ հրաշքները, բժշկությունները եւ այլ խաչի մահը եւ նրա հարությունը ամբողջ այս պատույտը մենք տեսնում ենք ավետարաններում, բայց ավետարաններում մենք պետք է ասենք, որ կենսագրական գրքեր չեն դրանք։ Դրանք կենսագրական գրքեր չեն։ Նպատակ չունեն գրելու ինչ որ կենսագրություն։ Երբեմն մեկ-մեկ ծննդոց գրքի մասն է խոսում, ասենք Աստվածաշունչը գիտեն թե կենսագրական մի sense բյուլետեն է, ով ումից ծնվեց, ինչպես ծնվեց, մոլորություններ են։ Այսինքն սրանք ամբողջ արվում են մարդու փրկության համար, ինչն է մեծ փրկության համար կարևոր, դրանք են այդ վարդապետությունն է հիմնականում շեշտվել։ Եվ ինչու գրվեց, նորից եմ ասում, եկեղեցին, որովհետեւ եկեղեցին ինքը ավետարանը տարածի, որովհետեւ
մեր 5-րդ դարի պատմիչը Վարդանանց պատերազմի ժամանակ չէ, Եղիշեն ասում է եւ հրճակվեց ավետարանը, որ մեր հայրն է ավետարանը, իսկ եկեղեցին մեր մայրն է։ Այսինքն մեկը մյուսով մեր ծնողներն են, եւ ավետարանը եւ եկեղեցին։ Տերեր, իսկ եթե այսպես ամփոփ նշենք, ինչով էին տարբերվում իրարից 4 մասերը ավետարանի։ Դե իրանց ամբողջ եւ տարողությամբ են տարբերվում, ասեց ամենակարճը Մարկոս ավետարանն է, բայց ամենահինն է։ Ինչ որ բանով նմանություն ունեն եւ տարբեր են իրարից, մեկը մյուսին լրացնում են։ Եվ ընդհանրապես տարբերվում է Հովհաննեսի ուրեմն ավետարանը, որը ամենասերելի եւ ամենակրսերն էր Տիրոջ մոտ։ Երևի ավելի շատ էր ականատես, ավելի շատ էր հոգեղեն։ Տեսեք առաջի դարերում ասում են առաջ 3 ավետարանները մարմնավոր ավետարաններ են։ Իսկ Հովհաննեսն ոգեղեն ավետարանն է, ամբողջ ոգի է։ Եվ հետաքրքիր որ Արամեծյան եկեղեցին ընդհանրապես իրանց բարեգործությունները շատ հիմնված է այդ 3 ավետարանների վրա։ Ասենք բարեգործություն, մարմնավոր կերակուր, շատ լավ բան է։ Բարեգործություն, օգնություն, ամբողջ այդ իրենց բաները, ծառայությունները, չէ, ամբողջ բան։ Եվ նաև մեր ավելի շատ Հովհաննեսի մեր եկեղեցին ավելի շատ ոգեղեն եկեղեցի է մեր եկեղեցին։ Տերեր, իսկ ինչ լեզվով գրվեցին ավետարանները։ Դե ավետարանները գրվել են հիմնականում ուրեմն հունարեն լեզվով է գրվել, բայց հետո թարգմանվել է, տարածումը եղել է հունարեն լեզվով։ Բնակիրը եբրայերեն է, բայց տարածումը եղել է հունարեն լեզվով, որտեղ ամբողջ ուրեմն հունահռոմեական մշակույթներ, երբ որ գնում էին մի երկիր, ասենք Ալեքսանդրիա պետք է գնային, տարածելու, ասենք Մարկոսը գնաց Ալեքսանդրիա, չէ, որտեղ նահատակեցին։ Նա հունարեն էր խոսում։ Մյուս առաքյանները նմանապես բոլորը ուրեմն տարածումը եղավ հունարեն լեզվով։ Բնագրերը եբրայերեն են։ Նաև ասորեն լեզուն է շատ տարածված եղավ։ Տերեր, ասում են, որ ամենապարզ ավետարանը Ղուկասի ավետարանն է, որը շատ պարզ պատկերացում է տալիս։ Ընդհանրապես այդ Ղուկասը որպես բժիշկ, իր մասնագիտությունը, որ ինքը կարծես հիվանդի հետ խոսա։ Այսինքն Տերը ասեց, ես չեկա առողջների համար, չէ, եկա հիվանդների համար եկա։ Եվ իրոք նա ավետարանում կարծում ես բժշկություն, ինչքան հրաշքներ է կատարվում, բժշկություններ է կատարվում, մեռած մարդիկ են հարություն առնում։ Դե ընդհանրապես Տերն էլ իր խոսքերի մեջ նա խորը փիլիսոփայական դոգմատիզմ, այդպես բան չէր դնում։ Բաց լեզվով էր խոսում։ Բացատրում էր հարությունը, այդ ծորենի հատիկը վերցնում էր, ծորենի հատիկով բացատրում էր ինչ բան է հարությունը։ Եթե մենակ ինքը կա, բայց որ դնենք հողի մեջ, ինքը բերի հողի մեջ են, տալիս է մի հատիկի դիմաց 30, 60, 100 հատիկ։ Բացատրում, բայց մեկը չէին հասկանում, չէին ընդունում, ինչպես կարա այդպես մարդու կյանքը համեմատել ծորենի, չէ։ Կամ ասենք ես եմ խաղողի որդը, դեր ինքին է, ով որ կպած է խաղողի որդին ճյուղերը, կտան բարի պատողներ, ով չէ կկտրվեն եւ կնետվեն ուրեմն հնուցի մեջ։ Դա արդեն երկրորդ, արդեն գալուստի մասն է խոսում։ Խորհրդաբանությունը շատ մեծ է, որտեղ ուղակի եթե աս։ Հիմա այդ մարդկանց ուղակի ասում ես, չեն ընդունում, չեն հասկանում։ Բարդ է, շատ դրա համար շնորհը եկավ։ Ամբողջ ավետարանից բխում է շնորհ, Աստվածային շնորհը, որովհետեւ ողորոգի մեր սրտերը, մաքրի, որովհետեւ մեկը կարողանա այդ ամբողջը ամբողջանք։ Տերեր, եւ ում համար այդ ժամանակ գրվեցին ավետարանները, հрьяաների, թե նաեւ իրենց ըստ գրվածքի հասկացվում է, որ ոչ միայն հрьяաների համար։ Գնացեք այսուհետև թե Տիրոջ խոսքերը։ Աշակերտեցեք ամբողջ մարդկությանը, ամբողջ աշխարհին։ Այսինքն ամբողջ աշխարհի փրկության համար եկավ Տերը։ Եվ ինչ ասես, գնացեք, ավետարանցեք, ուսուցանեք, սովորացեք ինչ որ ձեզ ասել եմ, մկրտեցեք նրանց Հոր, Որդու, Սուրբ Օգանով եւ ձեզ հետ կլինեն մինչեւ աշխարհի վաղճանը։ Այսինքն նախատեսված էր ամբողջ աշխարհի փրկության համար։ Շնորհակալ եմ Տեր, հետաքրքիր զրույցի համար։